Բայց սա դեռ ամենը չէ։ Եկեք անցնենք առաջ և խոսենք նրանց գաղտնի զենքի աղերսող մռռոցի մասին։ Բանն այն է, որ կատուները մեզ գերում են ոչ միայն իրենց խոշոր աչքերով, այլև ձայնով։ Վիզուալ մանիպուլյացիայից նրանք սահուն անցնում են լսողական չափազանց բարդ խաղերի։ Սասեքսի համալսարանի հետազոտող դոկտոր Կարեն Մաքքոմբը մի ապշեցուցիչ բան է հայտնաբերել։ Պարզվում է, որ որոշ կատուներ մարդկային նորածնի լացին անհավանականորեն նմանվող բարձր հաճախականության ճիչ են թաքցնում հենց իրենց մռոցի մեջ։ Դա մեր ուղեղում ակնթարթորեն առաջացնում է հրատապության և տագնապի զգացում։ Մենք դա ենթագիտակցորեն ընկալում ենք որպես պահանջ, որն ուղղակի անհնար է անտեսել։ Եվ գիտեք ո՞րն է ամենախելագար փաստը։ Այն կատուները, որոնք ապրում են տանը միայն մեկ մարդու հետ, իրականում սովորում են հատուկ շեշտել այս նյարդայնացնող աղերսող մռոցը։ Նրանք շատ լավ հասկացել են, որ բարձրաձայն մլավելու դեպքում իրենց կարող են պարզապես դուրս վռնդել ննջասենյակից։ Փոխարենը մռոցի մեջ թաքնված այս լացը շատ հզոր միջոց է մեր խնամող բնազդները կոտրելու համար։ Սա այն է, ինչը մեզ ստիպում է վեր կենալ և անմիջապես կերակրել նրանց, նույնիսկ մինչև մեր առավոտյան առաջին բաժակ սուրճը խմելը։ Լավ, եկեք մի պահ կանգ առնենք և հասկանանք բուն գործընթացը մռոցի բիոմեխանիկան։ Ինչպես է դա ընդհանրապես ստացվում նրանց մոտ։ Ֆիզիկայի տեսանկյունից կատուներն այնքան փոքր են, որ նրանց ձայնալարերը տեսականորեն չպետք է կարողանային նման ցածր հաճախականության ձայներ արձակել։ Պատկերացրեք, կես դար շարունակ գիտնականները թեժ բանավեճերի մեջ էին երկու հիմնական տեսությունների շուրջ։ Մի կողմը պնդում էր, որ մռռալը գիտակցված, ակտիվ գործողություն է, որը պահանջում է անընդհատ ազդանշաններ ուղեղից։ Մյուս կողմն ասում էր, որ դա նման է մարդու խռմփոցին, պասիվ ակամամի ռեֆլեքս, որը լինում է պարզապես օդի շարժման հետևանքով։ Եվ ահա, բոլորովին վերջերս արված մի ապշեցուցիչ հետազոտություն վերջ դրեց այս վեճին։ Գիտնականները պարզեցին, որ ընդամենը արհեստական օդի հոսքը լիովին բավարար է մռոց առաջացնելու համար առանց ուղեղի որևէ միջամտության։ Ինչպես? Գաղտնիքը թաքնված է նրանց ձայնալարերի մեջ գտնվող հատուկ հյուսվածքների, այսպես կոչված բարձիկների մեջ։ Այս բարձիկները ձայնալարերն ավելի խիտ ու ծանր են դարձնում։ Դրա շնորհիվ էլ դրանք կարողանում են պասիվ կերպով տատանվել անհավանական ցածր հաճախականություններով, չնայած իրենց այդքան փոքր չափերին։ Պարզապես ֆանտաստիկ է։